Հայը Վարդան Աճեմյան, ծննդավայրը Վան, 1905 թվական, կոչումը բեմադրիչ, պատգամը մշտապես եղեք որոնումների մեջ, համարձակ եղեք ձևի որոնումներում, ձեռք բերեք նորը, ժամանակակից է, բայց երբեք մի գոհացեք ձեռք բերածով, իմացեք, որ ինքնագոհությունն արվեստագետի մահացման առաջին փուլն է։ Հերոսական իրադարձություններով ու իր ինքնատիպ գեղեցկությամբ հայտնի պատմական Վան քաղաքում 1905 թվականի հուլիսի 16-ին ծնվեց Հայընկույզձորի ծխական վարժարանի ուսուցչապետ Մկրտիչ Աճեմյանի եւ Կալիպսեի առաջնեկը, ում անունը Վարդան կնքեցին։ Մկրտիչ աղան, կամ ինչպես նրան անվանում էին Պանտիչը, երկաթե ջղերով եւ մանկական սրտով այդ մարդը 3 հեղինակություն էր ճանաչում՝ Խրիմյան հայրիկ, Մկրտիչ Պորտուգալյան, Լև Տոլստոյ։ Ընտանիքը բնակվում էր Վանի Բերքարատ եւ Զովաշունչ Այգեստան թաղամասում։ Թեև Վարդանն իր հորանադրանիկ զավակն էր, բայց միշտ չէ, որ արժանանում էր նրա հատուկ ուշադրությանը։ Ժամանակ սողի, չեմ կրնար զավակներով զբաղվի, կանգատվում էր նա, ակնարկելով իր ծանրաբեռնված աշխատանքը։ Իսկ Վարդանը նկարչության մեծ սեր ուներ, թուղթն ու մատիտը նրա ուրախությունն էին։ Նստում էր փողոցի քարերին, գծում էր, ջնջում, փորձում պատկերել Վարագալ լեռն ու Աղթամարի վանքը, շրջապատի մարդկանց։ Զարմանալի զուգադիպությամբ նույն տարիներին նաև Արշիր Գորկին էր հիանում բնության գույներով ու գեղեցկությամբ, նույն Վանաձովի ափին։ Մայրը Կալիպսեն զվարթ ու հետաքրքրասեր մի կին, թեև ընտանիքի հոգսը վրան, բայց եւ ուշադրության կենտրոնում էր պահում երեխային։ Նա էր, որ օր առաջ զավակին սովորեցրեց հայոց այբուբենը, այն էլ թռչնագիր տարաձևերով։ Երբ լրացավ Վարդանի 7 տարին, հայրը բռնեց նրա ձեռքից ու դպրոց տարավ։ Այդ օրվանից հոր ու որդու հարաբերությունները փոխվեցին։ Հոր Պանտիչի մշտական հսկողության տակ գտնվող Վարդանը ավելի շատ ուրախություն էր պատճառում նրան, քան վշտացնում, իսկ Կալիպսեն պարզապես երջանիկ էր։ Ծննդավայրի Վանի հետ են կապված նաև Մանուկ Աճեմյանի առաջին թատերական տպավորությունները։ Թատրոնով ես հափշտակվել էի դեռևս 6-7 տարեկան հասակում, երբ ինձ թատրոն տարան, ներկայացվում էր Օթելլոն։ 1 տարի հետո տեսա Հին Աստվածները։ Իմ հափշտակությունն այնքան մեծ էր, որ բոլորից գաղտնի մեր տան ներքնահարկում մթության մեջ արտասանում եւ ներկայացնում էի Աբեղային, Ճգնավորին։ Շուտով հայտնի դարձավ իմ դերասանական ձիրքը։ Մայրս հպարտությամբ ինձ ներկայացնում էր հարևաններին ստիպելով խաղալ Հին Աստվածները։ Վարդանը դեռ շատ փոքր էր, երբ հայրը թատրոն է տանում, դիտելու իր մորեղբոր Աճեմ Խաչատրյանի խաղը Յագոյի դերում։ Ինչպես վկայում է Վարդան Աճեմյանի հորեղբոր որդին Գուրգեն Մահարին, երբ Օթելոն սրախոխող է անում ու գետնին տապալում բանսարկու Յագո Խաչատրյանին, վերջինիս որդին, որ նստած էր Վարդանի կողքին, սկսում է բարձրաձայն լալ։ Վարդանի հայրը տղային հանգստացնելու համար ասում է. «Մի լար, թատրոն է, սուտ են խաղում»։ Վարդանը բորբոքված հակաճառում է հորը. «Թատրոնը որ սուտ լիներ, երեխան լաց չէր լինի»։ Ինչ խոսք, ճշմարիտ հակաճառություն է ի նպաստ թատրոնի, որ պիտի դառնար ապագա ռեժիսորի պաշտամունքը, նրա կյանքի իմաստը։ Վարդան Աճեմյանը հայ թատրոնի մեծագույն բեմադրիչն է, որի ներդրումը հայ ազգի մշակույթի մեջ, հայ թատրոնի անգերազանցելի է մինչև այսօր, հսկայական է եւ պատահական չէ, որ նրան բոլորս ասում ենք Մեծն Աճեմյան։ Ավաղ Վարդան Աճեմյանի մանկությունը, ինչպես շատ շատերինը, խաթարվեց հայ ժողովրդին հասած պատուհասից։ 1915 թվականին Վանում Այգեստանի վրա սկսեցին տեղալ առաջին գնդակները։ Մկրտիչ աղան նույնպես ընտանիքի հետ բռնեց գաղթի ճամփան։ Կեսգիշերին մոտ հայ գաղթականների ստվար մի խումբ կանգ առավ Աբաղայի դաշտավայրում։ Հանկարծ Մկրտիչ աղան նկատեց, որ կորցրել է միջնեկ որդուն, ոստանիկին։ Մինչ այդ իր առանցման մեջ Վարդանն էր անհետացավ։ Հիշողությանս մեջ առնավար դրոշմվել է Վանի պաշտպանությունը, ապրիլյան հերոսամարտը։ Տասնամյա մանկանս գիտակցությանը չէին կարող հասնել մեծ եղեռնի ճակատագրական հետևանքները, բայց հիշողությանս մեջ մնացել են ահավոր պատկերներ, որ այնքան ճշմարտացի վերարտադրել է իր հայտնի գրքում Գուրգեն Մահարի Աճեմյանը։ Իմ մտքից երբեք չի ջնջվի պատկերն այն շեկ ռուս սալդատի, որ փրկեց ինձ մահախուճապ ճանապարհին եւ հասցրեց Մասիս լեռան այս կողմ։ Երբեք եւ ոչ մեկին Աճեմյանը չի պատմել, թե ինչ է պատահել իր հետ Վանից դուրս գալուց հետո, մինչև հասել է Թիֆլիս, ուր ապրում էր նրա հորեղբայրը։ Մինչ այդ Վարդանը Ալեքսանդրապոլում գտնում է հորը։
Քաղաքում այդ ժամանակ շատ գաղթականներ ու որբեր կային։ Որբանոցում, որ հայ գրականության պատմության մեջ է մտել որպես մի շարք նշանավոր գրողների ալմա մատեր, թատերական ներկայացումներ էին կազմակերպվում։ Այդ թատրոնի դերասաններից էին Գուրգեն Մահարին, Նաիրի Զարյանը, իսկ Աճեմյանը, ինչպես հիշում է Մահարին, հուշարար էր, բայց բավական արտասովոր հուշարար։ Նա ոչ թե տեքստն էր մեզ հուշում, այլ զանազան ցուցումներ էր տալիս՝ աջ գնա, ձախ գնա, նստիր, ձեռքերդ բարձրացրու եւ այլն։ Շատ հաճախ էլ այնպես էր ոգևորվում, որ դուրս էր թռչում հուշարարի խցիկից եւ ամեն ինչ մոռացած ստիպում էր կատարել իր ցուցումները։ Դրանք ներկայացման ամենահետաքրքիր պահերն էին։ Սրահը պայթում էր ծիծաղից։ Հետզհետե Վարդան Աճեմյանը կանգնում է որբանոցի թատերական գործի գլուխը։ Կազմակերպում է եւս մեկ ներկայացում՝ Բախտասար աղբարը, եւ ինքն էլ հանդես է գալիս գլխավոր դերում։ Ես երազում էի դերասան դառնալ եւ կդառնայի, եթե համապատասխան արտաքին ունենայի։ Նպատակս ողբերգուն էր։ Մինչդեռ ինձ շարունակ կոմիկական դերեր էին տալիս։ Ես երևակայությամբ խաղում էի ամբողջ ողբերգական խաղացանկը, իսկ բեմի վրա ներկայացնում էի կոմիկական պերսոնաժներ։ Մեր հայ թատրոնի պատմության մեջ մենք ունեցել ենք շատ հրաշալի ռեժիսորներ եւ ըստ որում բոլորի կրթությունը եղել է Մոսկվայում։ Վախտանգովյան դպրոց, Վախտանգովի լավագույն աշակերտ գործի շարունակող Ռուբեն Սիմոնովի դաստիարակությունը ստացել եւ Արմեն Գուլակյանը, եւ Արշակ Բուրջալյանը, եւ Քալանթարը, եւ Վարդան Աճեմյանը։ 1924 թվականին Աճեմյանը ավարտեց նկարչական տեխնիկումը։ Նույն տարվա օգոստոսին Մոսկվայից Երևան ժամանեց հայկական դրամատիկական ստուդիան Ռուբեն Սիմոնովի գլխավորությամբ։ Հյուրախաղերից հետո հայտարարվեց ընդունելություն։ Պատանի Վարդանը հենց դրան էր սպասում։ Մեկնեց Մոսկվա, կոտորած, արհավիրք, որբանոց, բոլորը մնացին անցյալում։ Դրա հետ էլ մանկական կյանքն իր ուրախ ու ցավալի տպավորություններով։ Իսկ ինչպիսի նկարիչ էր Վարդան Աճեմյանը, այդ բոլորը գիտեն, այն ինչ որ նա մտածում էր տեսողական բանով, երևակայությամբ, խարակտերի զգացողությամբ, 2-3 շտրիխով դա պատկերում էր այն դերասաններին, որոնց հետ նա աշխատել էր։ Ես իմ մասնագիտական կրթության պարտական եմ Ռուսաստանին։ Մինչև Մոսկվա մեկնելս իհարկե ունեցել եմ երևելի ուսուցիչներ, բայց իմ մասնագիտական կրթությունն ստացել եմ Մոսկվայում, որին իմ ուսանողական տարիներին իրավամբ թատերական Մեքքա էին անվանում։ Եվ եթե ես ինձ բախտավոր եմ համարում, որ տեսել ու լսել եմ այնպիսի մեծ ու նշանավոր մարդկանց, ինչպիսիք են Աղասի Խանջյանը, Շիրվանզադեն, Եղիշե Չարենցը, Վահան Թոթովենցը, Աքսել Բակունցը եւ ուրիշներ, ապա նույնքան բախտավոր եմ համարում, որ տեսել եմ Միխայիլ Չեխովի խաղը, Վախտանգովի, Ստանիսլավսկու, Մեյերխոլդի կախարդական ներկայացումները եւ նրանց շնորհիվ մեկընդմիշտ որոշել իմ կյանքի ուղին։ Մոսկվայում գտնվելու առաջին օրերից նա հմայվեց եւ հափշտակվեց Վախտանգովով եւ Մեյերխոլդով, որոնց ազդեցությունը 20-ական թվականների թատերական արվեստի վրա անգնահատելի էր։ Ամենամեծ դասը, որ առավ նրանցից Աճեմյանը, միշտ ժամանակի հետ լինելու դավանանքն էր, եւ դրա իրականացումը եղավ նրա ռեժիսորական կենսագրությունը։ Հետագայում Ռուբեն Սիմոնովը իր աշակերտի մասին հպարտությամբ պետք է գրեր։ Այն հանգամանքը, որ Աճեմյանն իր գործունեությունը սկսեց իբրև դերասան, հետագայում մեծապես նպաստեց նրա ռեժիսորական գործին։ Ռեժիսորական արվեստում ամենադժվարը դերասանի հետ տարվող աշխատանքն է։ Այն ռեժիսորները, ովքեր դերասան չեն եղել, փորձերի ընթացքում երբեմն հարկ եղած չափով չեն կարողանում խորանալ դերասանի հոգեբանության մեջ։ Վարդան Աճեմյանը Մոսկվայում յուրացրեց Վախտանգովյան արվեստի սկզբունքները, որ ես ուսուցանում էի Մոսկվայի հայկական առաջին ստուդիայի իմ սաներին։ 1926-ի աշնանը Աճեմյանը վերադարձավ Անդրկովկաս, իսկ կարճ ժամանակ անց նշանակվեց Լենինականի նորաստեղծ թատրոնի ռեժիսոր եւ դերասան։ Պայմանը պարզ էր՝ առաջին իսկ տարում մեկ ինքնուրույն բեմադրություն։ Այդ մեկ տարում նա եղավ ռեժիսորի ասիստենտ, խաղաց մի շարք դերեր, մինչև որ իրավունք ստացավ որպես ռեժիսոր լիարժեք դրսևորվելու։ Ճիշտ ասած, ինքս էլ չգիտեմ, թե ինչու դադարեցի խաղալուց։ Գուցե պատճառն այն էր, որ Լենինականում միակ ռեժիսորը մնացի, կամ այն, որ ռեժիսորական աշխատանքը հրապուրում ու բավարարում էր ինձ, եւ կամ դերասաններից ուզում էի ստանալ խաղի այն որակը, որին ձգտում էի որպես դերասան։ Եվ ահա այդ ժամանակահատվածից առաջին իսկ օրվանից սկսեց
լսվել է Աջեմյանի վերելքը։ Շատ քիչ է պատահում, որ բեմադրիչի կյանքում չի լինում այսպես աստիճանական զարգացում, մի տարի, հաջորդ տարի, երրորդ տարին, ոչ, անմիջապես Աջեմյանը նվաճել է մի բարձրունք եւ կարողացել է պահպանել դա։ Հաղթական սիրո երգը Վարդան Աճեմյանի առաջին բեմադրությունն էր։ Այդ բեմադրությամբ Աճեմյանը միանգամից գրավեց բոլորի ուշադրությունը։ Փորձի պակասը փոխարինվում էր երևակայության թռիչքով, ռեժիսորական հնարամտությամբ։ Բոլորի համար պարզ էր, որ Աճեմյանը թեև պատանի, բայց հարուստ մի անհատականություն է, ում գործնեության վաղվա օրը սպասվում է անհամբերությամբ։ Երևանից ժողովուրդը գնում էր լեննական այն ժամանակ լեննական, որպեսի նայեին Վարդան Աճեմյանի հրաշալի ներկայացումները։ Աճեմյանի անվան հետ է կապվում Լենինականի թատրոնի ոսկե դարը։ 1946-ին նա այդ թատրոնում բեմ հանեց Արա Գեղեցիկը։ Ամենևին էլ պատահական չէ, որ երկար տարիներ Լենինականի դերասանները չէին հաշտվում, երբ Երևան փոխադրվեց իրենց սիրելի ռեժիսորը Աճեմյանը։ Այնքան մեծ էր նրա ազդեցությունը Լենինականի դերասանների վրա, որ ուրիշ ռեժիսորներ, թեև փորձված ու շնորհալի, մասամբ էին հաջողության հասնում, ոչ ոքի նկատմամբ չունեին այն հավատը, ինչ Աճեմյանի։ Լենինականյան շրջանը նրա հայ թատրոնի պատմության մեջ ունի իր ոսկե էջերը, որովհետև հենց այդ թատրոնի պատմության մեջ Աճեմյանական շրջանը մնաց որպես Լենինականի Մռավյանի անվան թատրոնի ոսկե դարը։ Ստեղծվեցին բեմադրություններ, որոնք մտան հայ թատրոնի պատմության մեջ։ Դա եւ Նայիրի Զարյանի Արա Գեղեցիկն է, եւ Հակոբ Պարունյանի Մեծապատիվ մոռացկանները, եւ Շիլլերի Խարդավանք եւ սերը, եւ Վիլյամ Շեքսպիրի 12-րդ գիշերը եւ բազմաթիվ այլ ներկայացումներ, հայ դասականները Դեմիրճյանի Երկիր հայրենին եւ շատ ու շատ ներկայացումներ։ Պատահական չէ, երբ 44 թվին պատերազմի այդ սարսափելի տարիներին Հայաստանում կազմակերպվեց Շեքսպիրյան առաջին փառատոնը եւ բազմաթիվ հյուրեր, ովքեր ժամանել էին Երևան, Հայաստան, ապշած էին մնացել եւ փառատոնի գոյությամբ եւ Անտարակույս Աճեմյանի անգերազանցելի 12-րդ գիշեր ներկայացմամբ։ Արվեստի ժողովրդայնությունը թատրոնի հիմքն է։ Ներկայացումը ապագա չունի այն իմաստով, ինչ իմաստով ունեն, ասենք, նկարը, ֆիլմը կամ գիրքը։ Ներկայացումը միայն ներկա ունի։ Ներկայացումը չի կարող հույսը դնել այն բանի վրա, թե իրեն կհասկանան մի 50 տարի հետո։ 50 տարի հետո նրա մասին կարող են գրել ավել կամ պակաս ստույգ պատմական հետազոտություններ։ Ներկայացումը պետք է այսօր հասկանան հենց այն մարդիկ, ովքեր ստեղծում են այն ամենը, ինչով ապրում է մեր երկիրը, նրա նյութական արժեքները, նրա հոգևոր արժեքները, եւ մենք պարտավոր ենք մեր արվեստով թափանցել յուրաքանչյուր հանդիսատեսի սիրտը։ Կասիմ Հիսուս Քրիստոս անչի չմնաց աշխարհ, մեզի թողեց իդա տրակներու դժողքի մեջ ինքը համբարձավ բազմեց երկնի գայ։ Բայց բաբելական կրակը անչի թափեց հայու գլխին քունքյանով, քեզի կսեմ պատասխանա Քրիստոսի ծառա, Աստված ես ինձ զուլում բերեց աշխարհ։ Աճեմյանը անընդհատ իր մտքերով էր, իր մատիտի հետ էր անընդհատ նկարում էր այդ իր շարժերը, մատիտը ձեռքին էր անընդհատ եւ այդպես հերոստացույց էր նայում շատ հազվադեպ, որովհետեւ ժամանակ չուներ բոլորովին։ Հիշում եմ նոր տարվա շեմիներ տատիկս Արուսասերյանը գործել էր գլխարկ իր համար եւ այդ գլխարկը կանաչ գույնի էր, այն ժամանակ շատ ընդունված էր, գործում էին ինչ որ գլխարկներ էին գործում, բան մոդա էր, այսպես ասած։ Եվ այդ գլխարկը այդպես դրել էր սեղանի մոտ, Աճեմյանը տեսել էր ինչ որ կանաչ թելեր, բան եւ ծայրից այդ գլխարկի սկսեց այսպես քանդել։ Ծխում է, բան քանդում է։ Քանդեց մինչև վերջ եւ քանի որ նոր տարի էր
տոնածառ կար, այդ կանաչ այդ թելերը այսպես շրջապատեց այդ տոնածառի շուրջ եւ շարունակեց դիտել հեռուստացույցը։ Երբ պահը եկավ արդեն պետք է գնային թատրոն, Արուսը սկսեց ման գալ իր գլխարկը, ուրա, որտեղ եմ դրել, ինչ եմ արել։ Վերջը, երբ ուրեմն պարզվեց, ասեց, այդ կանաչ, ասեց, հեսա տոնածառի տակ։ Վշոցութան սուր կարապետ վանքի ավետարանն է, տուն, տեղ, տղա, հարսութան, հմեն կործուցի, մնացինք իմ չոր գլուխ ու ես, 6 ամիս իմ մեջ կապուկ էր, թուրքից կպաղցնեի, մկա թուրք պաղավիրեց, կուզիմ սուրբ էջմիածին տան, կսին դուք մեր աստված չեք ճանչնար, ձեր բանն է լավ, կեղնի ձերը էվելի զորոր է, մենակ մարդկություն, առանց հավատ չեղնի, հավատ չկործու գլավ, ան հավատ մարդ չեղնի աշխարք, Մեր բեմի մեծագույն վարպետ Վարդան Աջեմյանը մեզ հետ չէ, բայց նա կենթանի է մեզ համար։ Մեզ թատրոնի մարդկանց համար նա այդ լեգենդը կենթանի է։ Եվ կարծես նա մեզ միշտ ուղեկցում է, ամենտեղ։ Նա արվեստի չափանիշն է մեզ համար, բեմական արվեստի չափանիշն է։ Մենք հիշում ենք նրա բեմադրությունները, նրա անսահման երևակայությունը, նրա հումորը, նրա փորձերը, այդ անմոռանալի է։ Թատերագետ Գևորգ Աբաջյանի հուշերում կարդում ենք. Վարդան Աջեմյանին առաջին անգամ տեսա 1934-ի փետրվարին Գյումրիի թատրոնի բեմում, մեծապատիվ մուրացկաններ ներկայացման ավարտին, երբ նա ընդամենը 29 տարեկան էր։ Իրականությունից համբառնած դիտեցի Աջեմյանական այդ կախարդանքը, ու չեմ կարող ասել, թե ըմբռնեցի բեմում կատարվածը։ Մնաց սրահի հոմերական քրքիջը ականջներից մեջ, որ դեռ այսօր էլ արձագանք է տալիս էությանս խորքերում, ու երբ իջավ վերջին վարագույրը, դահլիճը թնդաց ծափերի տարափից։ Մարդիկ միաբերան վանկարկում էին. Ռեժիսոր։ Վարագույրը քանիցս փակվել բացվելուց հետո գնդակի արագությամբ բեմ նետվեց ցածրահասակ, թմբլիկ գանգրահեր, վառվող աչքերով մի պատանյակ, ու լայն ժպիտը շուրթերին խոնարհվեց սրահին։ Այդ պատանին Վարդան Աջեմյանն էր, քիչ առաջ տեսածս կախարդանքի հեղինակը։ Աջեմյանը Լենինականում ստեղծեց նաև մի հզոր դերասանախումբ, որովհետև հայ թատրոնի մեծերը այն ժամանակ բոլորը միայն Սունդուկյանի անվան թատրոնում չէին անպայման այսպես հավաքված, այլ նրանցից շատերը նաև Լենինականում էին, դա եւ Ցոլակ Ամերիկյանն էր, եւ Արմեն Արմենյանը, Եկատերինա Դուրյան Արմենյանի հետ, եւ Լևոն Զոհրաբյանը, Ժաննա Թովմասյանը, Արտավազդ Փաշայանը, եւ շատ ու շատ իրոք մեծ վարպետներ, ովքեր Աջեմյանի հետ միասին ստեղծագործում էին, եւ այն ժամանակ դա շատ ավելի ընդունված, ոչ թե ընդունված էր, այլ դա անհրաժեշտություն էր։ Դերասանը իր բեմադրիչի հետ էր, որտեղ ուզում է լիներ բեմադրիչը։ Սա շատ կարևոր բան էր։ Աջեմյանը հրավիրվեց Երևան, հաստատվեց Մայր թատրոնում։ Սկզբում որպես բեմադրող, իսկ հետո գլխավորեց թատրոնը։ 1939-ին նա Երևանում բեմադրեց Պատվի համարը, շրջապատված դերասանական աստղերով Արուզ Ոսկանյան, Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Վաղարժ Վաղարշյան, Գուրգեն Ջանիբեկյան, նա ստեղծեց մի ներկայացում, որի հաջողությունը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Պատվի համարի հաջողությունը Երևանում, հետո նաև Մոսկվայում Աջեմյանին արժանացրեց վարպետի կոչման։